Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եվ Սեթրակը, Միսակը և Աբեդնագովը պատասխանեցին և ասացին. Թող քեզ հայտնի լինի ով թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտի։ Դանիել 3:16-18 Երեք սուրբ պատանիների կամ ավելի ճիշտ մարտիկների խիզախության և զարմանահրաշ ազատագրության այս պատմությունը մանրակրկիտ ներկայացված է, որպեսզի հավատացյալների մտքում հաստատակամություն և վճռականություն արթնացնի ճշմարտությունը պահելու համար, նույնիսկ բռնության ժանիքների և մահվան երախի սպառնալիքի պայմաններում։ Թող երիտասարդ քրիստոնյաները հատկապես սովորեն նրանց օրինակից թե կրոնի ու հավատքի հարցերում, թե գործարարության ու առևտրի մեջ չզոհաբերել իրենց խիղճը։ Սիրելի ընթերցող, ավելի լավ է կորցնել ամեն ինչ, սակայն պահել ազնվությունը, և երբ այլևս կորցնելու ոչինչ չկա, միևնույն է, պինդ պահիր մաքուր խղճմտանքը, որպես մի բացառիկ մարգարիտ, որ կարող է զարդարել մահկանացու մարդու կուրծքը։ Առաջնորդվիր ոչ թե խաբուսի քաղաքականությամբ, այլ հետևելով աստվածային հեղինակության բևեռային աստղին, արդարությամբ վարվիր, չնայելով վտանգներին, երբ որևէ իրավիճակում խոստումնալից ոչինչ չես տեսնում, հավատքով քայլիր, ոչ թե երևույթով։ Երկրորդ Կորնթացիս 5:7 Պատվիր Աստծուն վստահելով նրան, երբ հարցը հասնում է զոհաբերության հանուն սկզբունքների, տես թե արդյոք նա չի փոխհատուցի քեզ, տես թե արդյոք նույնիսկ այս կյանքում նա չի ապացուցի իր այն խոսքերը, որ աստվածպաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է, Առաջին Տիմոթեոս 6:5 և որ նրանք, ովքեր առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունն են փնտրում, մնացած ամեն բան տրվում է իրենց, Մատթեոս 6:33 Եթե պատահի այնպես, որ խղճմտանքդ մաքուր պահելու համար կորուստներ կրես, կբացահայտես, որ եթե անգամ Տերը քեզ երկրավոր բարեկեցության արծաթով չվարձատրի, ապա անշուշտ իր խոստումը կկատարի, փոխհատուցելով քեզ հոգևոր ուրախության ոսկով։ Հիշիր, որ մարդու ունեցվածքի առավելությունից չէ նրա կյանքը, Ղուկաս 12:15 Անկեղծ ու ազնիվ հոգին, վիրավորանքից զուրկ սիրտը և Աստծո բարեհաճ ժպիտն ավելի մեծ հարստություն են, քան ոփիրի հանքերը կարող են տալ կամ Տյուրոսի առևտրականները շահել։ Լավ է խոտեղեն կերակուր և հետը սեր, քան թե գեր զվարակը ատելությունով, Առակաց 15:17 Սրտի թեթևության մեկ կաթիլն ավելի արժեքավոր է, քան տոննաներով ոսկին։